Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիսի 12-ին Գարիչ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում ցուլ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի անձնական ոլորտում։ Սիրելի ցուլեր, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս, որ 2023 թվականի մայիսի 12-ին ընդհանրապես լավ իրավիճակներ են մտնելու։ Այն ցուլերը, ովքեր որ ամուսնացած չեն, դա եւ տղամարդկանց է վերաբերվում, եւ կանանց է վերաբերվում, սիրելի ցուլեր։ Հնարավոր է ձեր կյանքի մեջ մտնի այնպիսի անձնավորություն, որի հետ հետագայում դուք երկար ընտանիք կազմելու, համատեղ ապրելու հնարավորություն կունենաք։ Այն ցուլերը, ովքեր որ շփվում են երկար ժամանակ, բայց չեն կարողանում իրենց սիրո խոսքը, իրենց երազանքը նպատակը արտահայտել, այս լիալուսնի ժամանակահատվածում հնարավորություն կունենան արտահայտվել, ասեն այն, ինչ որ զգում են տվյալ անձնավորության հանդեպ եւ ինքնըստինքյան դրական պատասխան եք ստանալու ձեր այդ արտահայտված մտքի, ձեր այդ արտահայտված զգացմունքային երազանքի մասին։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, այն ցուլերը, ովքեր որ ամուսնացած են, ցույց է տալիս, որ ձեր տան մեջ, ձեր անձնական կյանքում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կար, խնդիրներ կար, սիրելի ցուլեր, այս լիալուսինը ձեզ այնպիսի էներգետիկա կտա, այնպիսի հնարավորություն կտա, որ դուք այդ խնդիրներից ձերբազատվեք, ցույց կտա ելքեր, ցույց կտա հնարավորություններ, որով դուք ինքնըստինքյան կկարողանաք օգտագործել։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին Գարիչ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի ցուլեր, ձեր ֆինանսական ոլորտում նույնպես հաջողություններ են։ Հնարավոր է ձեր սեփական աշխատանքը, հնարավոր է պաշտոնի բարձրացում, հնարավոր է աշխատավարձի բարձրացում։ Գիտեք ինչ, հնարավոր է դուք ձեր մտքերը, ձեր ծրագրերը, ձեր իդեաները այնպես կարողանաք ներկայացնել, որ հնարավորություն ունենաք ձեր մտքերն ու ծրագրերը, ձեր իդեաները իրականացնեք, նյութականացնեք, նյութական ֆինանսական հովանավորություն ստանաք ձեր այդ մտքերի, ձեր այդ ծրագրերի համար։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, 2025 թվականի մայիսի 12-ին Գարիչ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում ձեր եւ անձնական եւ ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություններ, հաղթանակներ, հնարավորություններ, նոր ձեռքբերումներ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին, սիրելի ցուլեր, ձեր առողջական ոլորտում ցույց է տալիս, որ ճիշտ է, կարող է լինի թեթևակի խնդիրներ, խնդիրներ, բայց դուք կարողանալու եք ձեր շնորհքով, ձեր հնարամտությամբ, Աստծո էներգետիկայով կկարողանաք այդ խնդիրները հաղթահարել եւ դուրս գալ։ Նույնիսկ սիրելի ցուլեր, հնարավոր է այն ցուլերին, ում որ ցույց էին տվել ախտորոշում, որտեղ հնարավոր է վիրահատություն, որտեղ որ հնարավոր է թանկարժեք բարդ բուժման պրոցեդուրա, այստեղ ցույց է տալիս, որ այդ ախտորոշումը հնարավոր է հերկվի եւ դուք կկարողանաք ավելի թեթև
բուժման պրոցեդուրա ստանալով այդ առողջական խնդիրներից ձերբազատվել։ Նաև սիրելի ցուլեր, հնարավոր է, որ դուք 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճամաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում կարողանաք ձերբազատվել ձեր ներքին վախերից, որովհետև ձեր ներքին վախերը շատ դեպքերում չեն թողնում, որ դուք առաջ գնաք։ Ձեր այդ ներքին վախերը հնարավոր է դեպրեսիա, հնարավոր է ներքին վախեր, տագնապներ, դուք կկարողանաք այդ ներքին վախերից, այդ տագնապներից ձերբազատվել։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի ցուլեր, 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճամաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Այո, սիրելի ցուլեր, ձեր երազանքները կկատարվեն։ Ձեր երազանքները եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում ցույց է տալիս ամուսնություն, ցույց է տալիս ամուսնության առաջարկություն, ցույց է տալիս սեր, միություն, ցույց է տալիս լավ աշխատանք, լավ հնարավորություն։ Ինչ երազանք եւ նպատակներ ունեք, սիրելի ցուլեր, այդ ժամանակահատվածում իրանք կատարվելու են եւ կատարվելու են ավելի լավ ձևով, ավելի ակտիվ ձևով։ Այժմ տեսնենք ինչպիսի իրավիճակ է